Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան հրավերն ընդունելու համար։ Օրենքի նախագծերի փաթեթներից ենք խոսելու, դա վերաբերում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին։ Սա օրենքների փաթեթ է, որը ներկայացվել էր ազգային ժողովում առաջին ընթերցմամբ, այն անցել է, բայց դեռ երկրորդ ընթերցում պիտի ունենա, բայց բավականին մեծ աղմուկ է հանել այս օրենքների փաթեթը եւ հատկապես դա կենդանասերների շրջանում է զգացվում։ Ձեր կարծիքով դժգոհությունը նախ հասկանանք, բխում է օրենքի բովանդակությունից, թե ընդհանուր առմամբ անհանգստությունից, որը կա դրա շուրջը։ Ինձ համար մի փոքր դժվար է հստակ ձևակերպել այն բողոքը, որը ներկայացվում է այս օրենքների նախագծերին, որովհետև ի սկզբանե բողոքը սկսվեց ապատեղեկատվության տարածմամբ, այն է, որ այս օրենքը կենդանիների սպանդի կամ համատարած քննեցման մասին օրենք է, այն դեպքում, երբ որ տրամագծորեն հակառակ գաղափար է դրված օրենքի հիմքում, այն ոչ միայն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին է, այլ երաշխավորում է առհասարակ տնային կենդանիների կյանքի իրավունքը եւ հերթով ապատեղեկատվությունը հերքելով մենք այլ բողոքներ ենք ստանում, որոնք նույնպես օրենքի բովանդակությունը, եթե մանրամասն ուսումնասիրում ենք, օրենքների նախագծերի բովանդակությունը, եթե մանրամասն ուսումնասիրում ենք, դրանք կարծես թե մեծամասամբ հարատվում են, բացառությամբ 1-2 առաջարկների ողջամիտ, որոնց մասին ես հաջորդիվ կխոսեմ, որոնք հեղինակներովս կարծում ենք, որ պետք է ընդունենք։ Բայց ի՞նչն է եղել պատճառը, որ ձեր բնորոշմամբ ապատեղեկատվական ալիք է սկսվել, գուցե իսկապես որոշակի երկակի մեկնաբանության տեղիք է տվել օրենքում եղած ինչ-որ նախադասություններ կամ չեղած ինչ-որ նախադասություններ, որն առիթ է հանդիսացել կենդանասերների շրջանում մտածելու կամ դիտավորյալ կամ հակառակը ոչ միտումնավոր կերպով տարածելու այդ ապատեղեկատվությունը, ինչպես դուք եք բնորոշում։ Ցավով պետք է նշեմ, որ առնվազն մի հատված կենդանասերների շատ լավ տեղյակ էր, որ սա սպանդի մասին օրենք չէ եւ կենդանիների համատարած քննեցում առնվազն առաջարկվող կարգավորումներով նախագծի մեջ նման ձևակերպումներ չկար, բայց կարծում եմ, որ միտումնավոր ապատեղեկատվություն էր տարածվում պարզապես ուշադրություն գրավելու համար եւ կենդանասերների համայնքին ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում եւ կարծում եմ անհարգալից վերաբերմունք է իրենց նկատմամբ այդպիսի ապատեղեկատվության տարածման միջոցով ուշադրություն գրավել նախագծերի դեմ բողոքի ակցիաներին ներգրավելու տեսանկյունից, որովհետև գիտեք, կենդանասերները ամեն մեկը իր աշխատանքով գործով է զբաղված, ոչ բոլորն են մանրամասն կարդում եւ ապավինում են հնաբնակների, այսպես ասած, հասարակական կազմակերպությունների կամ հնաբնակ կենդանասերների հեղինակությանը ինչ որտեղ նաեւ նրանք էլ որոշակի ապատեղեկատվության կոմպոնենտ ամեն դեպքում օգտագործեցին։ Ես կարծում եմ իրենց ներսում էլ որոշակի պետք է դրան ուրեմն համապատասխան գնահատական տրվի, իսկ տարընթերցման հետ կապված, գիտեք, սա 0-ից գրված նոր օրենք է, բնականաբար կատարյալ չէ, ինչպես եւ մնացած բոլոր օրենքները, դրանք պետք է գետնի վրա աշխատեն, գործեն, մենք հասկանանք ինչն է խնդիրը եւ շտկենք։ Իսկ օրենքների նախագծերի վրա աշխատել են բոլոր շահագրգիռ գերատեսչությունները, բոլոր նախարարությունները, որոնց ոլորտներում ներգրավվածություն կա այս օրենքի իմաստով, ազգային ժողովի իրավաբանները, անկախ փորձագետներ, այսինքն այնպես չէ, որ մասնագետներ չեն աշխատել են, այն ինչ որ տարընթերցում կարող է տալ։ Համայնքի հետ աշխատել եք, կենդանասերների հետ աշխատել եք, ՀԿ-ների հետ խոսել եք, իրենք ինչ տեսակետ են առաջարկել, ընդունել եք դրանք թե ոչ։ Ես առհասարակ ուզում եմ ասել, որ այս օրենքի մշակումը առհասարակ հասարակական կազմակերպությունների պահանջարկին արձագանքներ։ Այո, այս օրենքը չէր լինի ընդհանրապես, եթե մենք քննարկումներ չանեինք դեռևս 2019 թվականին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին էին այդ քննարկումները եւ մենք ոլորտը ուսումնասիրելով հասկացանք, որ առհասարակ տնային կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները որևէ օրենքով մեր երկրում չի կարգավորում։ Կա գյուղատնտեսական նշանակության ուրեմն կենդանիների ոլորտը կարգավորող օրենսդրություն, վայրի կենդանիների, բայց տնային կենդանիների չկա։ Եվ այդպես սկսեցինք 0-ից կարգավորել ոլորտը օրենքի նախագծերի մշակման միջոցով, որը բնականաբար պետք է նաև դաժան վերաբերմունքի եւ պատժելիությունը ապահովեր եւ կենդանու ապրելու կամ կյանքի իրավունքի երաշխավորումը, որը մենք արել ենք արդեն քաղաքացիական օրենսգրքի մեջ համապատասխան փոփոխություններ ներմուծելով, համաձայն որի կենդանու նկատմամբ
բացի գույքային իրավունքներից այսուհետ կիրառվելու են նաև այս օրենքի ուրեմն դրույթները եւ սկզբունքները, որտեղ ամրագրվում է, որ կենթանուն առհասարակ կյանքի զրկելը դաժան վերաբերմունք է, որն արժանանում է կամ վարչական կամ քրեական պատասխանատվության կապված դրսևորման ծանրությունից, դաժանություն։ Կյանքից զրկելու ձևերի մասով օրենքում հստակ կարգավորումներ, հստակ մեկնաբանություն, տողերով, բառերով գրված է թե ոչ, որովհետև երբ մեկնաբանություններն ընթերցում էին նույն ձեր գրառման տակ, այնտեղ մեծամասամբ այն մասին էր, որ օրենքում բառացիորեն, ուղղակիորեն գրված չէ, որ արգելվում է առողջ կենդանիների քնեցումը եւ իրենք ասում են, որ դա հետագայում, եթե ոչ այսօր, հետագայում կարող է բերել այնպիսի խնդիրների, որ համատարած քնեցնեն նույնիսկ առողջ կենդանիների։ Տեսեք, մենք չենք կարող ցանկացած միտք օրենքում ֆիքսենք։ Գոյություն ունի կառուցվածք օրենքների եւ մենք ունենք առանձին հոդված, որտեղ նշված է, թվարկված են կենթանու նկատմամբ արգելված գործողությունները։ Հոդվածի առաջին մասում քրեական պատասխանատվության ենթակա գործողություններն են, երկրորդ մասում վարչական, հիմնականում այդպես ենք տարանջատում։ Առաջին հենց արգելված գործողությունների առաջին մասում գրված է կենթանու նկատմամբ արգելված է ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել կենթանու մահվան։ Ես կարծում եմ սրանից ավելի համալիր, համապարփակ եւ ավելի ինչ որտեղ նաեւ խիստ եւ ուժեղ կարգավորում դժվար է մտածել, եթե մենք նշենք միայն քանակի կարգավորում, միայն ստերջացում, քանակի կարգավորում միայն ստերջացում չի, պետք է թվարկենք նաեւ քանակի կարգավորման այլ մեթոդները, բայց սա հասկացվում է օրենքի տրամաբանությունից, այս օրենքը գրվել է մեր այլ օրենքների կառուցվածքի տրամաբանության այլ կարգավորումների ուրեմն պես եւ անպայման չի, որ մանրամասն ամեն մի ձևակերպում հստակ ֆիքսվի, այն որ նշված է, որ արգելվում է կենթանուն ցանկացած ձևով կյանքից զրկել, ես կարծում եմ այդքանը բավարար է, որպեսզի ուրեմն այլ տարընթերցումներ չլինեն այս առումով։ Իսկ քնեցման մասով մենք ունենք անասնաբուժության մասին օրենքը, որտեղ հստակ նշված են քնեցման թույլատրելի հիմքերը։ Այս հոդվածը գործում է դեռևս 2014 թվականից, եւ մենք ձեռք չենք տվել այդ հոդվածին, այնտեղ նշված են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում թույլատրվում է, հա, կենթանու քնեցում անբուժելի հիվանդ կենդանիներն են, կենդանիներ, որոնք իրենց հիվանդության բերումով տարապում են կամ ցավերի մեջ են, այնտեղ ուրեմն հիմքերը նշված են, 4-5 կետ կա, միգուցե այնտեղ որոշակի միջամտություն կարող ենք անել, բայց այդ օրենքի հոդվածը գործում է դեռևս 2014 թվականից եւ այս մասով մենք երբեք որևէ բողոք կամ առաջարկ չենք ստացել։ Խոսքը անասնաբուժության մասին, քնեցման հիմքերի մասին է, բայց այդ քնեցման հիմքերը հակասության մեջ չեն մտնում մեր օրենքի դրույթների հետ։ Մեկնաբանություն էլ կար այն մասին, որ հենց ոչ վերահսկելի լինելը, օրինակ դուք ասում եք քնեցնելու դրույթներ կան, որ պարագայում է հնարավոր կամ որ պարագայում է թույլատրելի, որ կենթանուն քնեցնեն, եթե վարակակիր է, եթե վտանգավոր վարք ունի, միգուցե կետերը փորձարկումների արդյունքում ինչ-որ խաղումներ են տեղի ունեցել եւ կենթանին տարապում կամ տանջվում է։ Այդ պարագայում, բայց ասում են վերահսկողությունը ոնց է ապացուցելու կամ վերահսկելու, որ այս կենթանին առողջ չի եղել, դրա համար քնեցրել են, որ այս կենթանին վարակակիր էր եւ կարող էր վնասել մարդկանց եւ այլ, այստեղ վերահսկողության մասով է նաեւ մտահոգություն հնչում կենթանասերների շրջանում։ Խելամիտ մտահոգություն է կամ մտավախություն է, բայց այս դեպքում մենք պետք է որևէ օրենքի դրույթի կիրառման նկատմամբ վստահություն չունենանք, որովհետև այստեղ գալիս է շատ կարևոր մի մաս, դա վերահսկողությունն է, օրենքի դրույթների կիրարկման, պատշաճ կիրարկման նկատմամբ վերահսկողությունը։ Մի կետ կա թույլատրման հիմքերում քնեցման, որտեղ նշվում է, որ վարակիչ հիվանդություն ունենալու պարագայում կամ հանրության համար առողջապահական վտանգ ներկայացնելու պարագայում, այդտեղ է, որ հնարավոր է չարաշահել։ Դա էլ պետք է վերահսկողության միջոցով լուծվի կամ պարզապես ավելացվի անբուժելի վարակիչ հիվանդություններ ունեցող կենդանիներին է թույլատրվում քնեցնել։ Միգուցե այս մասով մենք քննարկումներ ունենանք եւ այդ փոփոխությունը անենք, բայց միևնույնն է, նույնիսկ այդ դրույթի պատշաճ կիրարկման համար պետք է լինի համապատասխան վերահսկողություն եւ մենք ով է այդ վերահսկողությունը իրականացնելու։ Կացարաններում վերահսկողությունը իրականացնելու է ուրեմն իրականացնելու են թիմ մարմինները, իրավապահ մարմինները բնականաբար եւ մենք այս առաջարկի մասին էր խոսքս, որ ընդառաջում ենք հասարակական կազմակերպությունների եւ կենթանասերների այն առաջարկը, որ իրենք եւս պետք է հնարավորություն ունենան
անձամբ վերահսկողություն իրականացնել կացարաններում, մենք կմտածենք ինչ ձևակերպմամբ, միջազգային փորձն արդեն ուսումնասիրել ենք, այնտեղ կա ամսվա մեջ որոշակի օրեր հատկացնել հենց կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունների մոնիտորինգի կամ շրջայցի համար, նախապես տեղեկացնելով կացարանի տնօրենին, թիմին կամ հենց թիմերի հետ միասին։ Այսինքն այդ հարցը, որ իրենք կկարողանան ամսվա մեջ մի քանի օր ազատ մուտք գործել կացարան եւ տեսնել ինչ է կատարվում ներսում, այդ իրավունքը նրանց կարծում եմ, որ կերաշխավորի այս առաջինից երկրորդ ընթերցման փոփոխություններում։ Հողակների հանրային վերահսկելի չլինելը մտահոգիչ է։ Ըստ ձեզ ինչի մասին խոսում ենք կենտրոնացերները։ Այս փոփոխությամբ մենք հանրային վերահսկելի կդարձնենք հողակները, այսինքն այն պետական կամ պետական մասնավոր կացարանները, որտեղ պահվելու են կենդանիներ կամ իրականացվելու են անասնաբուժական ծառայություններ, ստերջացում, պատվաստում եւ այլն, քնեցում, այնտեղ մուտք գործելու ազատություն եւ իրավունք կունենան հասարակական կազմակերպությունները, բայց հստակ կանոններով, այսինքն իրենք չեն կարող ցանկացած կամայական օր, ժամ թակել դուռը եւ ներս մտնել, միջազգային փորձնել է այդպես, նախապես տեղեկացնում են եւ թիմերի կամ տնօրենի ուղեկցությամբ ներս են գործում, բայց ամիսը պարտադիր մեկ անգամ։ Այսինքն հաճախականությունը այնպես է, որ եթե այնտեղ լուրջ խնդիր կա, դա նկատելի կլինի պարբերական այցերի ընթացքում։ Դուք ասացիք նաև իրավապահները պիտի վերահսկողություն իրականացնեն։ Ցանկացած բարագայում հանրային ռեսուրս ծախսող, այսպես ասած, կառույցի նկատմամբ, այո, պետական վերահսկողություն պետք է։ Դուք բացառում եք, որ Տիկին Գալստյան կարող են լինել դեպքեր, երբ կամայական կենդանիների քնեցման դեպքեր լինեն, բայց դա որակվի իբրև խիստ անհրաժեշտ, այսինքն ցույց տան, թե այ օրենքով նախատեսված կարգով իրենք դա իրականացրել են։ Կենդանին եղել է հիվանդ, կենդանին եղել է վարակակիր, կենդանին եղել է ագրեսիվ վարքի մեջ։ Դուք դա բացառում եք։ Բացարձակ չեմ բացառում։ Իսկ ունեք մեխանիզմներ, օրենքը թույլ է տալիս, որ եթե ոչ բացառելը, գոնե կանխվի։ Տեսեք, այդ հարցը իմ ականջին, միգուցե սխալվում եմ, հնչում է այնպես, ինչպես օրինակ դուք բացառում եք, որ ինչ որ X խանութից կարող է արվել գողություն, որտեղ չկա տեսախցիկ օրինակ, հա։ Նույնաբովանդակ է հարցը այն առումով, որ օրենքը ունի կարգավորում եւ պահանջներ, ես չեմ բացառում, որ այդ պահանջները ինչ որ պահի կխախտվեն, ասեմ ավելին, միջազգային փորձում էլ ցավոք սրտի հենց նույն ԵՄ անդամ պետություններում հաճախ նախկինում եղել են դեպքեր, երբ որ ապօրինաբար են քնեցվել կենդանիները կացարաններում, ցավոք պատահում է, ցավոք օրենքները խախտվում են նաեւ երբեմն, դրա համար պետք է շատ ամուր վերահսկողություն ունենանք եւ իրավապահների եւ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների նկատմամբ կողմից, որպեսզի հնարավորինս չեզոքացվեն։ Քանի որ հանրային միջոցներով են պահվելու կացարանները, բնականաբար իրենք նաև հանրային հաշվետվություններ պետք է ներկայացնեն, որոշակի փաստաթղթեր պետք է պարբերաբար ներկայացվեն, աուդիտի կամ մոնիտորինգի ենթարկվեն, դա էլ եւս մեկ գործիքակազմ է այդ կառույցները վերահսկողության մեջ պահելու, բայց մենք բնականաբար չենք կարող բացառել, որ երբեմն կարող են օրենքները խախտվել այնտեղ։ Իսկ նախկինում շատ են եղել չարաշահումներ։ Ունեք թվային տվյալներ, վիճակագրություն։ Չունենք, բացարձակ տվյալներ չունենք։ Երևան քաղաքի հողակի մասին եք դուք երևի ասում, ամենամեծ կացարանը այս պահին Հայաստանում գործող դա է, որը իրականում փոքր է, բայց քանի որ չկան, դա է։ Չունենք տվյալներ, որպեսզի ասեմ այնտեղ օրինախախտում է եղել, այդպես։ Իսկ քանի որ կացարանների խնդիրը ոնց է։ Մարզերում կացարանների խնդիրը նույնպես կարգավորվելու է այնպես ինչպես Երևան քաղաքում, այսինքն առհասարակ կացարանի նախագծում, կառուցում, շահագործում լինելու է թիմ սեփական լիազորություն։ Առաջին 3 տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերով պետական բյուջեից որոշակի ուրեմն մասնաբաժնով համամասնությամբ գումար կհատկացվի այդ կապիտալ ծախսը կատարելու համար 1-ից 3 մարզային կամ միջմարզային կացարան կառուցելու համար, հետագայում արդեն համայնքները պետք է սեփական միջոցներով այդ կացարանային գործունեությունը իրականացնեն, ինչ որտեղ այս 3 կացարանը մեր պետության համար լինելու է պիլոտային ուրեմն գործընթաց, մենք կաշխատացնենք եւ կհասկանանք ընթացս ինչ պետք է շտկենք, ինչ փոփոխություններ պետք է արվի, ինչն է մեզ մոտ լավ ստացվում կամ ինչը չի ստացվում։ Մարզերում այդպես է։ Առաջինը հենց կառուցվելու են մարզերում, 1-ից 3 միջմարզային կամ մարզային կացարաններ են լինելու, թիմ լիազորությունների շրջանակներով եւ արդեն նշեցի, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանում։ Իսկ մասնավորի մասով ինչ կասեք, որովհետեւ այստեղ մտահոգություն կար մասնավոր կացարանների լիցենզավորման կարգի եւ չափանիշների հետ կապված։
Կացարանային գործունեությունը այս օրենքի ընդունմամբ դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն, ինչը ամբողջ աշխարհում է այդպես։ Մենք ցանկացած տարածք, որտեղ թափառող կենդանի է պահում, չեն կարող համարել կացարան։ Դա էլ է մեկ քայլ առաջ այս գործընթացում, այն առումով, որ մենք օրենքի ընդունումից հետո 1 տարի ժամանակահատվածում կառավարության կողմից պետք է մշակվեն համապատասխան չափանիշներ, տեխնիկական չափանիշներ կացարանների համար, որ իրենք համապատասխան են նաև ինչ որտեղ միջազգային, ուրեմն լավագույն փորձին, եւ բնականաբար այդ բոլոր պայմաններին, նաև լիցենզավորման թույլտվությանը պահանջին գործող կացարանները պետք է ենթարկվեն որոշակի ժամանակահատվածում, ինչը կարծում եմ Եթե չհամապատասխանեն, ապա այդ կացարանները չեն լինելու։ Մենք Չի թույլատրվելու է դեպքում։ Այդ տարածքը չի կարող համարվել կացարան։ Այդ դեպքում պետք է հասկանանք այդ տարածքը ինչ է։ Այնտեղ ունենք չափանիշներ, այդ չափանիշները դեռ նոր պետք է մշակվեն, այսինքն միավոր տարածքում կացարանի, որքան ինչ քանակի կենդանի կարող է պահվել, ինչ անասնաբուժական ծառայություններ եւ լաբորատորիաներ պետք է գործեն, այսինքն պետք է լինեն այդ տեխնիկական չափանիշներին համապատասխանող, որպեսզի համարվեն կացարան։ Իսկ եթե չեն, կացարան չեն լինի, բայց կարող է այլ ուրեմն կառույցի ձևաչափ ստանան, չգիտեմ, օրինակ կենդանիների հյուրանոցներ կան աշխարհում։ Կարգավիճակը այդ դեպքում կարող է փոփոխվել, բայց չի արգելվի, որ այս կամ այն անձը, ով կենդանասեր է իրեն համարում, որոշակի տարածքում կենդանիների խնամք իրականացնի։ Տեսեք, որովհետև կան այդպիսի մարդիկ, ովքեր կենդանասեր լինելով, իրենք որոշակի հատվածում կարող են իրականացնել դա։ Դե ես չեմ կարծում, որ չափանիշները այնքան ուրեմն անհասանելի են լինելու, որ առնվազն այս պահին գործող մի քանի մեծ կացարաններ չեն կարող համապատասխանել իրենց գործունեությունը այդ չափանիշներին եւ պահանջներին։ Իսկ մասնավորների պարագայում ես կարծում եմ, եթե պետությունը ներդրում է կատարում այս ոլորտում եւ կառուցում է կացարան, անհատ կենդանասերներ հիմա ստիպված են նրանք կենդանիներին հավաքում եւ իրենց հարկի տակ պահում, բայց եթե պետությունը հոգ տանի իր վրա վերցնի այդ գործառույթը, իրենք ստիպված չեն լինի կամ միգուցե միանան կացարաններին։ Կարող է պետությունը ամբողջությամբ այդ հոգսը իր վրա վերցնել, թեև դա իր պարտականությունների շրջանակում է, բայց արդյոք դա իրագործելի է։ Սրանք առաջին քայլերն են։ Բոլոր երկրներում թափառող կենդանիների հիմնահարցը համալիր միջոցառումների միջոցով է կարգավորվել կացարանների կառուցում, համատարած ստերջացում, որդեգրման ինստիտուտի խրախուսում, չիպավորում, որպեսզի կենդանիներին հեշտ լինի նույնականացնել եւ դիտավորյալ լքելու համար կենդանիների տերերին պետք է ուրեմն այս օրենքով արդեն նախատեսել ենք պատժաչափեր, վարչական տուգանք, որքան այս պահին չեմ հիշի, բայց տուգանքի չափը բավականին մեծ է, որ ես կարծում եմ հետագայում նաև եթե կրկնվեն ուրեմն դիտավորությամբ լքելու դեպքերը, միգուցե նաև պատժաչափը ել ավելի ծանրացվի։ Այսինքն միջոցառումների համալիր է, որով փորձելու ենք թափառող կենդանիների քանակը կարգավորել եւ դա 1 տարիվա կամ 2, նույնիսկ 10 տարվա արդյունքում միգուցե շատ մեծ թիվ ասեցի, բայց չեմ կարող ասել, որ 10 տարի հետո մենք դրսում գեթ 1 թափառող կենդանի չենք ունենա։ Միգուցե եւ ունենանք, բայց դա պետք է շուտ սկսել հնարավորինս։ Դա է իմ ուրեմն մտավախությունը, որ այս գործընթացը պետք է շուտ սկսենք, նախ որպեսզի տեխնիկական կանոնակարգերը մշակվեն։ 1 տարի հետո նոր մենք խոսելու ենք նախագծման, կառուցման, գնումների այդ հայտարարությունների եւ այլն այդ գործընթացի մասին։ Մենք դեռ 1 տարի ունենք օրենքի ընդունումից հետո, որպեսզի այդ տեխնիկական կանոնակարգերը ոչ միայն կացարանների մասով 10-ից ավել կառավարության որոշումներ են անհրաժեշտ լինելու այս օրենքը պատշաճ կիրարկելու համար, որքան շուտ ընդունվի, այնքան շուտ այդ ուրեմն կարգերը կմշակվեն։ Իսկ ներկայում եթե գնահատել ունեք իրավիճակը ինչպիսին է։ Դե ներկայում բողոքներ շատ ունենք, բնականաբար իրավիճակը բարվոք չէ, այն առումով, որ որևէ լուծում, ուրեմն հատկապես հեռավոր գյուղական համայնքներում թափառող կենդանիների մասով չկա եւ համալիր կերպով այս օրենքն է առաջարկելու այդ կարգավորումները սկսած ստեղծումից նորից եմ ասում, որ պարտադիր է լինելու եւ համատարած ընդհանուր մինչև այդ 3 մեծ կացարանների կառուցումը մարզերում կամ միջմարզային կլինի, մենք թողել ենք ուրեմն լիազոր մարմին, որ այս օրենքի իմաստով տարածքային կառավարման նախարարությունն է,
թիմերի հետ միասին որոշան, թե առաջին 3-ը որտեղ են կառուցվելու։ Լավ, Տիկին Գալստյան, այս օրենքով հստակեցվում է, փոխվում է կենթանու ընկալումը իրավական դաշտում։ Ի վերջո կենթանին գույք է համարվելու, թե որպես իրավունք ունեցող էակ։ Սա ամենամեծ կարելի ասել ձեռքբերումն է այս օրենսդրության ընդունման տեսանկյունից, այն առումով, որ այս պահին տնային կենթանին մենք չենք խոսում գյուղատնտեսական կամ վայրի, հա, կենթանիների մասին, իրենք առանձին կարգավորումներ ունեն, իսկ տնային կենթանին համարվում է գույք։ Պատկերացրեք, թափառող կենթանին, որը չունի տեր, համարվում է անտերգույք եւ կոպիտ ձևակերպմամբ անտերգույքի հետ կարելի է վարվել ինչ կերպ որ ցանկանաս առանց պատժի, որովհետեւ տեր չունի, պատասխանատու չունի։ Այս օրենքի սկզբունքներում ամրագրված է, որ թափառող կենթանու համար այսուհետ պատասխանատու է լինելու պետությունը։ Իսկ տեր ունեցող կենթանու համար պատասխանատու է լինելու բնականաբար իր տերը եւ ամենակարևորը, որ կենթանու նկատմամբ բացի գույքային իրավունքներից այսուհետև պարտադիր պետք է կիրառվեն այս օրենքի պահանջները, սկզբունքները, դրույթները եւ ամենակարևորը հենց կենթանու կյանքի իրավունքի երաշխավորումն է։ Այն համարվում է ուրեմն պատժելի արարք քրորեն այս դեպքում կախված ծանրությունից համարվում է պատժելի արարք եւ բացառությամբ իհարկե ինքնապաշտպանության, ինչը մեր քրեական օրենսդրության տրամաբանության մեջ է։ Եվ քրեական պատիժը ամենածանր դեպքում որքան է հասնելու։ Մինչև 3 տարի ազատազրկում։ Ինչեւ երկար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն էր, կհանդիպենք։